Հերթական իռլանդական վեպը ավարտեցի, այս անգամ դուբլինցիները, բայց ավելի շատ կուզենայի խոսել ոչ թե գրքից կամ բովանդակության մասին, այլ ավելի շատ հեղինակի, Ջեյմս Ջոյսի, արտասահմանում շատ մեծ հարգանք ունեցած մի անձնավորության մասին։ Ուրեմն Ջեյմս Ջոյսը 20-րդ դարի ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր, անգլոսաքսոնական մոդեռնիզմի կարկառու ներկայացուցիչ։ 1904 թվականից նա աքսորված էր հայրենի Իռլանդիայից, իր մայրաքաղաք Դուբլինից, բայց ամեն դեպքում իր բոլոր տողերը, բոլոր պատմությունները նվիրված էին միայն մի երկրին և մի քաղաքին՝ Իռլանդիային և Դուբլինի ժողովրդին նաև։ Խորխե Լուիս Բորխեսը անգամ նրան համարձակվել է համեմատել Շեքսպիրի հետ, նրան համարելով ժամանակի ամենալուրջ գրողը։ Ջեյմս Ջոյսը ավելի շատ հայտնի է իր Ուլիսես վեպով, որը ի դեպ կա հայերեն թարգմանությամբ։ Ուլիսես վեպի մասին համաշխարհային շատ լուրջ գրողներ ունեցել են բացառապես գերազանց կարծիք։ Մի փոքր դուբլինցիների մասին, ինչպես ասում են, ճշմարտությունը ասողին ոչ ոք չի սիրում, մանավանդ վերնախավից կամ ղեկավարներից, նաև կառավարությունից, բայց Ջեյմս Ջոյսը գրաքննադատ էր և ոչ ոքի չէր վախենում, անգամ ամենօրյա սպառնալիքից, որը ունենում էր իռլանդացի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որովհետև նա նաև քննադատում էր վերնախավը, ինչպես նաև շատ լուրջ կոնֆլիկտի մեջ էր կաթոլիկ եկեղեցու հետ։ Ամեն դեպքում ստեղծվում է մի վեպ, որը ունենում է գրեթե 18 մերժում, ի վերջո 1904 թվականին տպագրվում է և ուշադրություն, դրա իսկ հաջորդ օրը բոլոր խմբաքանակները, բոլոր օրինակները վերացվում են։ Մի հետաքրքիր բան նկատեցի ինքս։ Ջեյմս Ջոյսը ավելի շատ նկարագրում է Դուբլինի փողոցները, հասարակության պահվածքը կամ ապրելակերպը, բայց ոչ երբեք գրքի կերպարներին, ինչպես անում են օրինակ բոլոր գրողները, Ագաթա Քրիստին իհարկե առավելագույնը։ Ջեյմս Ջոյսը իր ոչ մի կերպարին չի նկարագրում, չի բնութագրում ընդհանրապես արտաքնապես, կարող է մի երկու բառով ընդամենը ու վերջ, բայց Դուբլինի բոլոր փողոցները, բոլոր այդ արտաքին ճարտարապետական բոլոր նմուշները նա գրքի մեջ զտեղում է։ Չեմ կարծում, որ սա է պատճառը չտպագրվելու կամ 18 անգամ մերժելու, ամեն դեպքում ի վերջո 1914 թվականին տպագրվում է 1250 օրինակով, դառնում համաշխարհային բեսթսելլեր, կարելի է ասել։ Ուլիսես և Դուբլինցիներ գրքերը կարդալուց հետո կարելի է ասել, որ Ջեյմս Ջոյսը դառնում է արդեն պարտադիր ընթերցանության հեղինակ։